Լեռնաձորցի դպրոցականների մեծ ցանկությունը լինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւս իրականություն դարձավ եւ ինչպես շատերին նրանց եւս զարմացնում է անվտանգության կանոնների խիստ պահպանումը ձեռնարկությունում, լսում են արտահակուստը ստանում ու ճանապարհվում դեպի բացանք։ Ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա գտնվող դիտակետը կոմբինատ այցելած հյուրերին մշտապես տպավորում է եւ գրեթե միշտ պատկերացրածն ու տեսածը չեն համընկնում։ Լեռնաձորցի Լենան անկեղծանում է, որքան հանքավայրը մոտ է իրենց գյուղին, այնքան պատկերացումները հեռու էին իրականությունից։ Դու քաչքով տեսնում ես այդտեղ ոնց է մոլիբդենը հայթայթում, պայթեցումը կատարում, ավելի տպավոր է, իջա քո մոտ տպավորվում։ Որ ասում ենք օրինակ կոմբինատ, առաջին ասոցացում է մոլիբդենի եւ պղնձի հետ։ Հաջորդ կանգառը հարստացուցիչ ֆաբրիկայում էր։ Գնդաղացի աշխատանքը ոչ պակաս զարմացրեց կոմբինատի լրատվության եւ տեղի աշխատակիցները բացատրեցին դպրոցականերին, թե ինչպես են մետաղական գնդերը օգնում, որ հանքաքարը ջարդվի եւ մանրացվի։ Ապագա բնապահպան Վահեն շրջայցի ընթացքում մոլիբդեն էր փնտրում, կոնկրետ նպատակով էր եկել։ Եկել էի կոմբինատ իմ աչքով տեսնելու մոլիբդենը, իրականում մտածում էի, որ նա փայլուն է քարի տեսքով, բայց համոզվեցի, որ փոշի է։ Մոլիբդենի մասին շատ են խոսում, իրականում չի տեսել։ Անցնում ենք Հայաստանի աշխարհագրություն, տեսականորեն երեխաները ծանոթացել են մեր արտադրությանը, մտածեցինք ճանաչողական այց կազմակերպենք, զուտ գործնականորեն տեսնեն, ավելի տպավորիչ լինի եւ հուսով եմ սա հետագայում կօգնի իրենց մասնագիտական կողմնորոշումը ճիշտ ընտրելու համար։ Արտադրական շղթայով, հսկա տեխնիկայով տպավորված զինված գործնական գիտելիքներով լեռնաձորցի դպրոցականները հեռացան կոմբինատից, ակնկալելով հետագայում լինել նաև քիմիական լաբորատորիայում։